Ողջույն, հարգելի հետևորդներ։ Ուզում եմ ձեզ ներկայացնել Կատալոնիայում գտնվող Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Աթինաս Պալազի տաճարը։ Այն գտնվում է Բարսելոնայում, քաղաքի կենտրոնում։ Տաճարն անվանում են կաթեդրալ։ Կաթեդրալ նշանակում է գլխավոր, առաջնային, առաջինը։ Եվ երբ մենք պարոն Ռուբեն Գրիգորյանի օգնությամբ պարզեցինք, որ այն Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհու Աթինաս Պալազի տաճարն է, այսինքն տաճար է, ոչ թե սրբավայր կամ եկեղեցի, արդեն պարզ դարձավ, թե ինչու է այն համարվում գլխավոր։ Ասեմ ձեզ միջտեսնված բացահայտում եմ անելու առաջիկայում ձեզ համար, ներկայացնելու եմ մի շինություն նույնպես, մի կառույց, որը երբեք ոչ մեկի մտքով չի անցել, թե ինչ է ներկայացնում իրենից, անպայման հետևեք, որպեսզի բաց չթողնեք։ Եթե կկռահեք, թե որ շինության մասին է լինելու հաջորդ տեսանյութը, գրեք մեզ մեկնաբանություններում, խոստանում եմ, եթե կռահեք, կփորձեմ շատ արագ պատրաստել այդ տեսանյութը եւ ներկայացնել ձեզ։ Իդեպ այսօր նոյեմբերի 29-ն է, իսկ հայկյան, որը տիեզերական օրացույցն է, մահեկան ամսվա 10 կիրակի օր։ Եվ ինչու եմ հենց այսօր ես այստեղ գտնվում, կարծում եմ նախորդ տեսանյութից բոլորին պարզ է, քանի որ մենք գիտենք, որ մեր շատ սիրելի սուրբ դիցերը լինում են տիեզերական շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ եւ օգնում մարդկանց իրենց ամենատարբեր խնդրանքներին արձագանքում եւ օգնություն ցույց տալիս։ Այս տաճարում մեր շատ սիրելի Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Անաիդայի դուստրն է լինում տիեզերական շաբաթ եւ կիրակի օրերին եւ օգնություն ցույց տալիս մարդկանց։ Եվ գիտեք ով է նա, մեր շատ սիրելի սուրբ դից Կատալոնեն։ Այո, Կատալոնեն, ով 989.958 տարեկան է եւ 402 գիտությունների է տիրապետում։ Նրա անունով է կոչվում Կատալոնիան եւ ժողովուրդը կատալանցիներ նույնպես նրա անունով են կոչվում։ Ասեմ ձեզ, որ կատալանցիները այստեղի առաջին բնակիչներն են եղել այս տարածաշրջանի։ Իդեպ ես շատ կցանկանայի, որպեսզի այս տեսանյութը նաեւ կատալերեն թարգմանությամբ սուբտիտրով, այսպես ասած, տեղադրեի, եթե մեր հետևորդների մեջ կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան ինձ օգնել այդ հարցում, խնդրում եմ կապ հաստատեք ինձ հետ
եւ մեծ սիրով ես տեսանյութը կցանկանամ նաեւ կատալերեն սուբտիտրով տեղադրել։ Սիրելի հայեր, կատալանցիներ, կարող եք գալ այստեղ ամեն տիեզերական շաբաթ եւ կիրակի օրերին եւ խնդրել մեր շատ սիրելի Սուրբ Դից կատալոնեին, դիմեք ձեր խնդրանքներով եւ ստանալ նրանից օգնություն։ Նա ամեն շաբաթ եւ կիրակի օր այստեղ է լինում։ Իդեպ նշեմ, որ մեր շատ սիրելի կատալոնեն այն դիցերի շարքում է նաեւ, ով համագործակցում է պարոն Ռուբեն Գրիգորյանի հետ, մշտապես մեր կողքին է, այ որ դուք դիմում եք, նաեւ օգնության է հասնում ինքը կատալոնեն։ Այս ողջ տարածքը պատկանում է տաճարին։ Շատ ափսոս, որ չի երևում, թե սա ինչ կենդանի է այստեղ պատկերված, բայց ես շատ եմ նմանացնում երախները բացված վագրերին։ Ասում են, երբ երազանք ես պահում եւ անցնում ես այս կամուրջի տակով, անպայման երազանքը իրականանում է։ Փորձենք մենք էլ երազանք պահել եւ անցնել այս գեղեցիկ կամուրջի տակով։ Դեպ այստեղ էլ սրբապատկերներ կան բավականին գեղեցիկ։ Saw the cross, jumped across you. All the things you saw, it was all yellow. After the light, after the light found you. All the things you saw. Yellow. Ինչպես է գեղեցկություն։ Պատկերացնում եք այս պահին Սուրբ Դից կատալոնեն գտնվում է այստեղ։ Նկարագրելի զգացողություններ ունեմ անկեղծ ասած։
քիչ անց ես էլ իմ խնդրանքն եմ հղելու Սուրբ Դից Կատալոնեին եւ խնդրելու եմ նրան, որպեսզի նա փոխանցի Սուրբ Սրբոց երկնային Տեր տիրուհիներին, որ մշտապես նրանց ուշադրության կենտրոնում գտնվի հայոց աշխարհը եւ ձեռք մեկնեն մեզ օգնության, որովհետեւ շատ ծանր ժամանակներ են իսկապես սպասվում մեզ։ Ahora pues, podéis también vosotros ocupar. Ես այստեղ իմ խնդրանքն եմ հղել նաև Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր տիրուհիներին, որպեսզի նրանց ուշադրության կենտրոնում լինի մեր ազգը, մեր ազգի բարեկեցության համար եմ ես խնդրել, պաշտպանության համար, որ չնայած նրան, որ մենք մոռացել եւ ուրացել ենք նրանց, որպես իրենց զավակների ներողամտորեն վերաբերվեն մեզ եւ մենք փորձում ենք վերադառնալ իրենց։ Թվով 22 դիցեր այսօր մեզ հետ համագործակցում են, աշխատում են պարոն Ռուբեն Գրիգորյանի հետ եւ մեզ խնդրանքներին իրենք գալիս են օգնության Սուրբ Դից օգնեկի գլխավորությամբ, այդ թվում է նաեւ Կատալոնեն, նրանց թվում է նաեւ Սուրբ Դից Փադիման, նրա մասին եմ պատրաստվում տեսանյութ նկարահանելու փոքրինչ ուշ, երբ կգնամ նրա սրբավայրը Պորտուգալիա։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր Սուրբ Դիցերին, ովքեր մշտապես մեր կողքին են, մշտապես արձագանքում են, երբեք չեն մերժում պարոն Ռուբենի խնդրանքներին եւ մեծահոգաբար գալիս են օգնության մեր հայ ազգին։